2011 թվականի հղիության եւ ծննդաբերության արձակուրդի գնացող բարձր աշխատավարձ ստացող կանայք ոչ հաճելի անակնկալ կունենան։ Ազգային ժողովի ընդունած ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում վերջերս արված փոփոխությունները դժգոհություն է առաջացրել հասարակության շրջանում։ Դա նպաստում է, որպեսզի խուսափեն կանայք հղիանալ։ Մեր ազգը ավելի կկրճատվի։ Նոր եմ դեկրետ գնացի եւ ստացա բավականին նորմալ գումար, կարողացանք երեխայի ինչ անհրաժեշտ էր գնել, իսկ նշված օրենքի դեպքում արդեն հնարավոր չի լինի։ Անպայման ավելի քիչ կունենան, որովհետեւ ծնողը էտել է հաշվի առնում երեխաներին ունենալ։ Եթե գնոջը գտան բացասական էներգիա որոշմամբ, դա ոչ մի լավ բանի չի հասցնի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ օրենքի փոփոխությունը տարածվում է միայն որոշակի խմբի վրա։ Ըստ նրա, բոլոր այն կանայք, ովքեր ստանում են 162.500 դրամից պակաս աշխատավարձ, 2011-ին հղիության եւ ծննդաբերության արձակուրդ գնալիս կշարունակեն ստանալ 100% նպաստ, իսկ ավելի բարձր աշխատավարձ ստացողների մոտ կլինեն որոշակի սահմանափակումներ։ Ժառանգություն խմբակցությունը դեմ է օրենքի նշված փոփոխությանը։ Կուսակցությունը դիմել է Սերժ Սարգսյանին, առաջարկելով հետ կանչել օրենքը։ Եթե մենք կտրում ենք այս նպաստները, իհարկե յուրաքանչյուր ընտանիք երբ պլանավորում է, քանի երեխա պետք է ունենա, երեխայի ծնունդը նաև պլանավորում է այդ ծննդյան հետ կապված նաև ծախսերը, նպաստի տեսքով աշխատավարձի ամբողջ չստանալը դա արդեն խնդիր է առաջացնելու, նաև կարող է ազդեցություն ունենալ ծնելիության հարցում։ Իդեպ փոխնախարար տեղեկացրեց, որ Հայաստանում նման աշխատավարձ ստացող կանայք ընդամենը 5% են։ Քնարի Կիսոյան, Սևա Գրիգորյան, IPV